Ողջույն սիրելիներս, եթե դուք աղեղնավորի համաստեղության տակ եք ծնվել կամ ձեր ծննդյան պահին լուսինը գտնվել է աղեղնավորի համաստեղության մեջ կամ ձեր արևը աղեղնավորի համաստեղության տարածքում է, ապա այս վերլուծությունը տարվա տրանզիտների հետ կապված ձեր մասին է։ Ուրեմն, ինչպես ասել եմ, երկակի նշանները ունեն հարաբերություններում խնդիր, աղեղնավորները նույնպես երկակի նշանների խմբին են պատկանում, եւ Յուպիտերը գտնվելով 7-րդ տանը բավականին բարելավում է իրենց կողակցի հետ հարաբերությունները։ Ուրեմն դա մինչև հունիսի 1-ը, հունիսի 1-ից հոկտեմբերի 31-ը աղեղնավորների համար բավականին ճգնաժամային իրավիճակ կառաջանա, նրանք կունենան գումարային խնդիրներ, հաջողության հետ կապված խնդիրներ, վերարժևորման կարգավիճակ կլինի, այսինքն այն ամենը, ինչ կապված է նախկին արժեքների հետ, իսկ արժեքները, ինչպես գիտենք, դրանք տարբեր են կապված ընտանիքի հետ, բարոյականության հետ, որակների հետ, հոգևոր աճի հետ, եկեղեցի, պետություն, հայրենիք, շատ արժեքներ կան եւ աղեղնավորների համար այդ վերարժևորման ժամանակահատվածը կսկսի հունիսի 1-ից կավարտվի հոկտեմբերի 31-ով։ Այնուհետև քանի որ կետուն 9-րդ տանն է առույցի մեջ եւ սա խաղարման կետերից մեկն է, փետրվարի 17-ից մինչև մարտի 2-3-ը հաջողությունների հետ կապված որոշակի խնդիրներ ամեն դեպքում աղեղնավորները կգրանցեն, իսկ երբ հունիսի 1-ից Յուպիտերը բարձրանա կետուի մոտ, այդ ժամանակ որոշակի դրական փոփոխություններ ամեն դեպքում տեղի կունենան աղեղնավորների կյանքում։ Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք, որ յուրաքանչյուր անհատ իր անհատական հորոսկոպով ունի մոլորակային ցիկլեր, որը կոչվում է Վիմշոտրի դաշա, եւ այդ Վիմշոտրի դաշան բավականին մեծ ժամանակահատվածով իրադարձություններով է ապահովում, դրան գումարած կա նարայնադաշն, որը տիեզերական սցենարն է, եւ այդ անհատի մոտ նայելուց մենք հասկանում ենք, որ անփոփոխ սցենար կա, եւ այդ անփոփոխ սցենարը ըստ այդ անհատի տվյալ կարգավորման է տեղի ունենում, բայց տրանզիտները պետք է հաշվի առնենք, որ նույնպես իրենց տեղը ու դերը ունեն։ Բաժանորդագրվեք, որ նորություններին տեղյակ լինեք։